Մարդկային ու բարոյականության մասով եմ ուզում ձեզ հարցնել, օգտատեր Արկադի Կիրակոսյանի հրապարակած տեսանյութը այսպես շոկի ենթարկեց հայ հանրությանը հերթական անգամ, այսպիսի տեսարաններ էր, թե ինչպիսի ծայրահեղ աղքատ վիճակում ապրող մարդկանց այսպիսի տեսագրություններ կան, սա կոնկրետ այս դեպքը Արմավիրի մարզում էր, երբ որդին ահավոր վատ վիճակում էր եւ ի վիճակի չէր անգամ բժշկի դիմել ու հանրությունը այսպես շոկի ենթարկվեց, որովհետև ձեր իշխանությունը խոստացել էր հաղթահարել ծայրահեղ աղքատություն, բայց 8 տարվա իշխանություն եք, սա դեռ մենք այսպիսի պատկեր եք ականատես լինում։ Դուք ինչ զգացողություններ եք ունենում, երբ որ նայում եք այս տեսարանը եւ երբ եք վերջապես հաղթահարելու աղքատությունը։ Բնականաբար նման տեսարան տեսնելուց շատ վատ զգացողություններ պետք է ունենանք, մարդկային զգացողության նկարագրել տեսնենք, անմարդկային զգացողություններ պետք է ունենանք։ Գիտեք, թվերը գիտեք վերջին տարիների վիճակագրությունների աղքատության շեմը նվազել է եւ նաեւ ծայրահեղ աղքատության շեմն է նվազել, պետքա ցավով արձանագրենք, որ այն ամբողջությամբ հաղթահարված չէ, բայց մեր ծրագրերն ուղղված են ուրեմն ծայրահեղ աղքատության շեմը զրոյացնելուն եւ աղքատության շեմը հնարավորինս նվազեցնելուն եւ մենք այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են, հերիք են այդ ծրագրերը, կարծում եմ ոչ, ելի պետքա ծրագրեր անեն, լավ են իրականացվում այդ ծրագրերը, միշտ կարելի է ավելի լավ իրականացնել այդ ծրագրերը, լինելու են որևէ երկրում աղքատ մարդիկ, ցավոք միշտ լինելու են աղքատ մարդիկ, բայց մենք պետք է այնպես անենք, որ ծայրահեղ աղքատության շեմ Հայաստանի Հանրապետություն չլինի, Հայաստանի Հանրապետությունում չլինեն քաղաքացիներ, որոնք ունեն օրվա հացի խնդիր, բժշկական ծառայություններից օգտվելու խնդիր, կրթությունից օգտվելու խնդիր, արդարադատությունից օգտվելու խնդիր։ Պատրաստ եք պետք է անենք մեր աշխատանքով, մենք սա արել ենք նախորդող 8 տարիներին, անելու ենք առաջիկայում։ Դուք պատրաստ եք ձեր պարգևավճարներից հրաժարվել այս տիպի մարդկանց ոտքի հանելու համար։ Ես աշխատավարձով եմ ապրում, պարգևավճար հասկացողություն չկա, կա աշխատավարձի հավելավճար, որը աշխատավարձի բարձրացում է, խնդրում եմ տերմինները ճիշտ մեկնաբանենք եւ մեր քաղաքացիների մոտ այլ ընկալումներ չձևավորենք։ Ես մարդ եմ, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, ով ստանում է աշխատավարձ, ապրում է բացառապես իր աշխատավարձով, կարող եք իմ հայտարարագիրն ուսումնասիրել, ինչպես իմ գործընկերների 99%-ը ես կարծում եմ։ Հետևաբար այդ հարցը կարծում եմ տեղին չի եւ այդ հարցը կարծում եմ տեղին չի, մարդիկ ստանում են աշխատավարձ եւ մենք ամեն բան անում ենք, որ պետության համար աշխատող մարդիկ պատշաճ աշխատավարձ ստանան, պատշաճ կերպով ներկայացնեն իրենց պետությունը ուրեմն միջազգային հարթակներում, որպեսզի ձեր նշած խնդիրները երկրի ներսում կարողանանք ավելի լավ լուծել։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Միշտ լինելու են չլուծված խնդիրներ, միշտ պետական պաշտոնյաները ստանալու են աշխատավարձ։